Բոլորին բարի օր։ Չեմ ուզում այս թեմայով շատերին զզվացնեմ, ուղղակի քանի հետա պռոբկի մեջ կայնած եմ, էտա մեր Գեղարքունիքի մարզի բարբառով։ Բացատրեմ մեկ այլ ձևաչափով։ Այսինքն ոչ թե բացատրեմ, միգուցե շատերը հետ կմտածեք դու ով ես, որ մեզ բացատրես։ Փորձեմ արտահայտվել մեկ այլ ձևաչափով։ Շատերդ հանդիսանում եք հանրային գործիչներ, հա? Քաղաքական վերլուծաբաններ, ունեք աուդիտորիա։ Այդ ձեր աուդիտորիան, որ ունեք, կամ հանդիսանում եք ինչ-որ քաղաքական կամ լրատվական մեկնաբան, այդ փաստը իմ համար ոչ տաք է, ոչ սառը։ Հավատացեք, բառից բուն իմաստով ասում եմ, իմ համար դա նշանակություն չունի։ Բայց երբ դուք առանց հասկանալու, կրկնում եմ, առանց հասկանալու վերցնում եք ինչ-որ մի թեմա, հա, որը իրոք ցավալի թեմա է, ու փորձում եք ինքնահաստատվել այդ թեմայի մեջ, այդ թեմայով ինքնահաստատվել, կամ ինչ-որ սխալ արտահայտություններ ձեզ թույլ տալ այդ թեմայի վերաբերյալ, ասենք այդ թեմայի մեջ եղած մարդկանց վերաբերյալ, խոսք օրինակ։ Այդպես արտահայտություն անելուց առաջ միշտ պետք է հիշեք, երբ որ, էսի ասենք, բանը էլի, ջերմուկի պես Աբուխովսկի 13, երբ որ բենզինը վերցնում ես, հա, շշով, մոտենում ես, որ կրակի վրա բենզին լցնես, շատ հաճախ, լինի մատես դեպքեր, այդ կրակի վրա բենզին շփելու ժամանակ կամ շիշն է բռնակվում, կամ ձեռիդ վրա լցված այդ բենզինն է բռնակվում, ու դու չուզենալով վառվում ես, հուսով եմ կհասկանաք ճիշտ իմաստով, որ ես սա բացատրում եմ, որ դուք հասկանաք փոխաբերական իմաստով, ընես որ ինչ-որ ձեզ չվերաբերող թեմաների մեջ ձեր քիթիկը մտցնել, կամ առավել ևս անել արտահայտություններ, որը իրավունքը դուք չունեք, հաստատ չունեք, այսինքն այդ արտահայտությունների համար, եթե ձեզ հարց ուղղվի, դուք դրա պատասխանը չեք կարա տակ, աշխատեք մենակ կոռեկտության սահմաններում, այսինքն ինչ թեմա ուզում եք քննարկեք, բայց թեման քննարկելու ժամանակ փորձեք ձեր կոռեկտության սահմանները չհասնել, այսինքն ձեր քիթիկը, հա, չմտցնել այն թեմաների մեջ, որը ձեզ չի վերաբերում։ Հակառակ պարագայում, ինչ օրինակ բերեմ, որ ճիշտ հասկանաք։ Հումորային հաղորդման ժամանակ ոնց է, չէ ասում, գնդակ, դարպաս, գոլ։ Մենք կարգին հաղորդումն է։ Անջիկվա, մենա միասար։ Կարգին հաղորդման հումորի մեջ մեկոն ոնց է ցույց տալի, գնդակ, դարպաս, գոլ, ֆուտբոլիստների։ Հիմա նույն օրինակով բացատրում եմ ձեզ, եթե դուք փորձում եք ձեր քիթը մտցնել, այսինքն ինչ-որ կրակի վրա բենզին լցնել, ձեր խոսալը, սխալ խոսալը, իմ տեսնելը ու այդ վաղտ մեգուն դախկո, բառիս բոլոր իմաստներով գալիս է ձեր քիթուպեյնին։ Հուսով եմ հասկացողը կհասկանա ես ինչի նկատի ունեմ։ Հարց համար 2, այսքան ժամանակ ոչ մեկ Facebook-յան տիրույթում չի կարա ասի ու ապացուցի, որ փորձել է իմ հետ ինչ-որ թեմայի մասին խոսել է իմ հետ ադեկվատ, հա, ու չի ստացել ադեկվատ պատասխան, կամ ես զանգել եմ որևիցե մեկին, հա,
անկախ դրանից ինչ թեմա է եղել։ Ես սկզբի համար չեմ խոսել adekvat։ Մինչև այն պահը, երբ որ ասենք մինիմում 3 անգամ մարդուն բացատրում եմ, փորձում եմ հասցնել մարդու ուղեղի ցալքերին, որ ինչ անում ես կամ ինչ չես անում կամ ինչ պատրաստում ես անես, դա այդքան էլ ճիշտ չի։ Առանց անուն ազգանուն տալու 2 օր առաջ ես մի հատ անձնավորության հետ եմ խոսացել, ով հանդիսանում է մեդիա դաշտի ներկայացուցիչ։ Տվյալ անհատականությունը իրան պահել շատ adekvat, որի համար ես ուղղակի հպարտ եմ, որ ինքն ընկերներից ցանկում եմ։ Տվյալ անհատականությունը իրան պահել շատ adekvat, այսինքն պահել զուտ մարդկայինի եւ տաղավարի հասկացողության մեջ։ Քանի որ մենք երկուսս էլ զրուցեցինք մարդկային եւ էթիկայի, էսթետիկայի բոլոր նորմերին համապատասխան։ Եվ հասկացանք իրար, կես բառից։ Այսքան ինչ եմ ասում, երբ որ ես զանգում եմ ձեզ, նամանավանդ են դեպքում, երբ որ դուք առաջի անգամ չէ, որ պետք է լսեք իմ ձայնը, ես ձեր հետ էլի եմ թեմա քննարկել, որը իմ հետ ընդհանրապես կապ չուներ։ Խոսել ենք adekvat։ Հասկացողը պետք է որ հասկանա ումա վերաբերում այսքանը։ Դուք բարի եղեք, վերցեք ձեր մեսենջերը, միացրեք, ասեք ալո։ Ալո։ Էլ եմ կրկնում, այսքան ժամանակ ոչ մեկի հետ խոսելուց ես ինչ չեմ պահել անադեկվատության գծերի կամ սահմանների մեջ։ Իսկ եթե դուք որպես տարբերակ չեք լսում այդ զանգը այդ պահին, հարմար չի խոսելը, ոչ մի խնդիր, դա էլ եմ ընդունում որպես տարբերակ։ Հետո բարի եղեք հետ զանգեք։ Նամանավանդ եթե 2 անգամ ես ձեզ ձայնային եմ ուղարկում, ու դուք լսում եք այդ ձայնայինը։ Դուք լսում եք, իմ մոտ ցույց է տալի, որ դուք լսում եք այդ ձայնայինը։ Այս անգամ sense correct։ Կրկնեմ այն, ինչ ասացի այս վիդեոյի սկզբում։ Երբ որ չուժոյ պախմել, որ ձեր թեման չի։ Գնում եք ցավոտ թեմայի մեջ, կրակի վրա ուզում եք բենզին լցնեք, շփեք, որ PR հավաքեք, հա? Ու ինչ որ մարդկանց սպիտակավորում եք տալի։ Միշտ մտածեք, որ այդ բենզինի շիշը կարա դրած միջև այդ ձեր վերցնելը, դրած լինեին արևի տակ, մեջը գազիկներ հավաքվեր ու տրակի ձեր ձեռի մեջ։ А последствия могут быть непредсказуемые։ Հասկացողը հասկանում է, ես ում եմ նկատի, ես այսքանում ում եմ ուզում, որ ինքը լսի ու հասկանա։ Իսկ եթե մարդ կա, որ մտածում է, որ ինքը աշխարհի մեկ այլ աշխարհամասում է կամ մեկ այլ քաղաքում է, կարելի է լոփո խոսալ, այդպես տարբերակ չկա, հավատացնում եմ ձեզ։ Բոլորդ էլ լավ գիտեք։ Աշխարհի ցանկացած վայրում կան հայեր, ովքեր պատրաստ են կանգնեն ձեր կողքը եւ հստակ հարց ուղղեն ձեզ։ Այսքանը, որ ասել ես, այս ասացի տեր ես, դու պիտի կարողանաս այդքանի հիմար դու ասես խոսքի սխալ եմ ասել կամ ճիշտ եմ ասել։ Ունես չի, կարող է ես էլ պահի տակ սխալ բաներ ասացել եմ, մարդիկ զանգում են, խոսում ենք, հասկանում ենք իրար։ Այս վերջերս տես դեպք եղել է։ Так что, երբ որ դուք ներկայանում եք հանրային ինչ-որ քաղաքական վերլուծաբաններ, ապա բարի եղեք, իմ զանգին պատասխանեք։ Նամանավանդ եւ այն պարագայում, երբ որ ես առաջի անգամ չէ, որ պետք է խոսամ ձեր հետ։ Ու դուք գիտեք, որ ես կարողանում եմ adekvat իմ եւ խոսքը եւ միտքը կառուցեմ։ Եթե դիմացինս իրան պահում է adekvat, չի անցնում բոլոր սահմանները։ Կամ եթե զգում եք քաղաքական վերլուծությունը ձերը չի, գնացեք ձեր պոպոկ պնդուկի ռեկլաման արեք, չամանի ռեկլաման արեք, խոսքի Մոսկվայում։ Էս էլ որ հատուկ հասկանաս, որ քո հետ եմ։ Առայժմ այսքանը։
Հուսով եմ կզանգես, հետ կզանգես ինձ։